Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է։ Այսօրվա թեման սամբոն է, հյուրս էլ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Այրապետյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սովորականի պես, ձեզ համար սովորականի պես, մրցաշրջան 2025-ը հագեցած էր ու բավական մեդալաշատ։ Նույնիսկ մեր մարզիկներից մեկը հավակնում էր դառնալ աշխարհի լավագույն սամբիստ, քվեարկությանը մասնակցում էր այսպես տեխնացուի կարգավիճակով։ Գործընկերներս տեսանյութ են պատրաստել այդ մրցաշրջանի մասին, նվաճումների մասին, խնդիրների մասին, հետո վերադառնանք ու առաջիկա ծրագրերին անդրադառնանք։ Խնդրեմ։ Երևանը վաղուց դարձել է սամբոյի համաշխարհային կենտրոններից մեկը, իսկ հայկական սամբոյի ձայնը միջազգային հարթակներում միշտ լսելի է։ Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթներն այսօր վերածվում են իրական արդյունքների, մեդալների, հաղթանակների եւ միջազգային ճանաչման։ Հայ սամբիստների վերջին տարիների մրցելույթները դրա ամենավառ ապացույցն են։ Նախորդ տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկը գրանցվեց Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավանեսյանը փայլեց իր ամբողջ ներուժով։ 98 կիլոգրամ քաշային կարգում նա նվաճեց ոսկե մեդալ, որևէ հնարավորություն չտալով մրցակիցներին։ Ավելին, Ավանեսյանը ճանաչվեց նաև մրցաշարի լավագույն սամբիստ, ևս մեկ անգամ հաստատելով իր բարձր կարգն ու հայկական դպրոցի հեղինակությունը։ Հայկական սամբոյի հաջողություններն ակնառու են նաև երիտասարդների պայքարում։ 2025 թվականի հոկտեմբերին Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում անցկացված պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը վստահ եւ արդյունավետ հանդես եկավ։ Հայ մարզիկները հայրենիք վերադարձան 8 մեդալով, 1 ոսկե, 2 արծաթե եւ 5 բրոնզե։ Վաղվա հաղթանակների ամուր հիմքը սկսվում է պատանիների եւ երիտասարդների այսօրվա նվաճումներից։ Տարվա գլխավոր ստուգատեսը աշխարհի առաջնությունն այս անգամ հյուրընկալեց Ղրղստանի մայրաքաղաք Բիշքեքը։ Ավելի քան 70 երկրի 500 մարզիկների մասնակցությամբ մրցաշարը վերածվեց անողոք պայքարի, որտեղ Հայաստանը ևս իր խոսքն ասաց։ Մեր ընտրանու կազմում պատվոհարթակ բարձրացավ 2 մարզիկ։ Մարտական սամբոյի 98 կիլոգրամ քաշային կարգում հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը, նվաճելով բրոնզե մեդալ, իսկ մարզական սամբոյի 88 կիլոգրամ քաշային կարգում Գոր Հարությունյանը աչքի ընկավ կամային որակներով եւ կանգնեց պատվոհարթակի 3-րդ աստիճանին։ Հաջորդ կարևոր մրցաշարը տեղի կունենա հենց Երևանում։ Երրորդ տարին անընդմեջ Հայաստանը կընդունի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, փաստելով, որ ոչ միայն մրցունակ է գորգի վրա, այլև վստահելի հարթակ միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպման համար։ Այս օրերին Երևանում պայքարի դուրս կգա ավելի քան 20 երկրի 570 սամբիստ։ Այսօր, երբ աշխարհի լավագույն սամբիստները կրկին հավաքվում են Երևանում, հայ մարզիկների առջև դրված է հստակ նպատակ՝ փորձը վերածել հաղթանակի, իսկ մեդալները առավելագույն հնչեղության։ Եվ գուցե հենց այստեղ, սեփական հարկի տակ, հայկական սամբոն հերթական անգամ ապացուցի, սա պարզապես մարզաձև չէ, այստեղ սպորտը վերածվում է մշակույթի։ Վերադառնում ենք տաղավար ու միանգամից հարցը, որերորդ հորիզոնականում հայտնվեց մեր սամբիստը, եթե չեմ սխալվում 6-րդ հորիզոնականում էր, բայց եթե մենք վերցնենք միջազգային սամբոյի ֆեդերացիայի ռեյտինգով, Արման Ավանեսյանը դարձավ տարվա լավագույն մարզիկ, քանի որ ինքը համաշխարհային խաղերի հաղթող դարձավ եւ այդ իրեն թույլ տվեց, որ մասնակցի ամբողջ համաշխարհային խաղերի լավագույն մարզիկի տիտղոսին, հաշվի առնելով այն պետությունները, որոնք որ կային եւ քվեարկությունը կար, 6-րդ տեղը բավականին պատվավոր տեղ է մեզ համար։ Այո, կարող եք շնորհավորել մեզ Հայաստանին, մեր սամբոյին, մեր սպորտսմեններին, քանի որ միջազգային սամբոյի ֆեդերացիայի ռեյտինգում առաջինն ենք եւ համաշխարհային խաղերի ռեյտինգում 6-րդը։ Հիմա դառնանք այսօրվան, հենց այսօր մեկնարկում է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը Երևանում, երրորդ տարին անընդմեջ։ Ինչ է սա ձեզ համար, սա լուրջ ձեռքբերում է, թե ուղղակի հերթական միջոցառում, որ անցկացվում է մեզ մոտ։ Այս պատվի համար մենք երկար ենք չարչարվել, երկար ճանապարհ ենք անցել։ Ես կուզենամ հիշեցնել, որ 2022 թվականին Հայաստանում անցավ սամբոյի պատմության մեջ նմանատիպ միջոցառումը երիտասարդ պատանի դեռահաս մարտական սամբո աշխարհի առաջնությունը եւ այն նշաձողը, որը որ այդ մարտահրավերը մենք ընդունեցինք եւ այդ աշխատանքը փայլուն կատարեցինք, ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե
Հայաստանում սպորտին ոնց են վերաբերվում, պետության ուշադրությունը, մարզիկների, մարզական աշխարհի ուշադրությունը ինչպիսին է, եւ այդ տարվա արդյունքներից հետո նման բանը որ չի լինում, Միջազգային սամբոյի ֆեդերացիան որոշեց, որ 23 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունը պետք է անցնի Հայաստանում, որն էլ քննարկվեց պետության հետ եւ պետությունը ասաց այո, ընդունում ենք այդ մարտահրավերը, նաեւ 23 թվականի աշխարհի առաջնությունը անցկացրեցինք այդ բարձր մակարդակի վրա լուսաբանումը եղավ Եվրոսպորտ ալիքով, նաեւ բավականին միլիոնավոր դիտումներ Հայաստանի մասին, մենք կարողացանք սամբոյի միջոցով Հայաստանը ցույց տանք, թե Հայաստանում ոնց է ամեն ինչը ճիշտ զարգանում, դա էլ մեզ համար շատ ուրախալի մի փաստ է, սպորտային որակները, կազմակերպչական որակները, ազգային որակները եւ այդ առիթով Միջազգային սամբոյի ֆեդերացիան առաջարկ արեց մեզ, որ նման փայլուն աշխատանքի համար Հայաստանը պետք է ունենա մի պարգև, որը աշխարհի գավաթը ցմա մնա Հայաստանում եւ այս հարցը քննարկվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն էլ իրեն խոսք ասեց այո, ընդունում ենք։ Հիմա ինձ հետաքրքիր է դինամիկան։ Երրորդ տարին անընդմեջ Հայաստանում է անցկացվում։ Այո։ Կա աճի տենդենս, կա արդյոք երկրների ավելացում, մարզիկների ավելացում։ Յուրաքանչյուր տարի մեր երկիր հյուրընկալում են 20 պետությունից ոչ պակաս։ Այս տարի մենք արդեն 26 պետություն հայտավորված են։ Այս տարվա միջոցառումը ինքը ավելի յուրահատուկ միջոցառում է, քանի որ այս աշխարհի գավաթում մասնակցել են նաև կույր սպորտսմենները, տղամարդիկ եւ կանայք։ Մենք ցույց ենք տալու, թե կույրերը ոնց են կարողանում փայլուն սամբո ցույց տալ, կույր լինելով զգալով գորգը, զգալով մեր մարզաձևը, ինչ բարձրակարգ սպորտ են ցույց տալիս եւ նաեւ սա շատ մեծ բան է այդ մարդկանց համար, ովքեր որ չեն տեսնում, բայց կարողանում են դառնալ աշխարհի չեմպիոն եւ իրենց չեմպիոնությամբ բերել իրենց ազգին, իրենց պետությանը փառք եւ պատիվ։ Շատ լավ։ Հիմա եկեք ավելի իրատեսորեն նայենք իրավիճակին։ Հրաշալի է, որ Հայաստանում հազարավոր երեխաներ, պատանիներ, նաեւ մեծահասակներ զբաղվում են սամբոյով։ Հրաշալի է, որ աշխարհում սամբոյով զբաղվողների քանակը պահպանվում է գոնե, բայց հիմնական խնդիրը այդպես էլ սամբոյի ֆեդերացիան չի կարողանում լուծել, չի կարողանում դառնալ օլիմպիական մարզաձև։ Ընտանիքի անդամ է, բայց խաղերի ցանկում չկա։ Իսկ սա շատ մեծ տարբերություն է, էական տարբերություն, եւ դրանից զարգացման միտումները ամբողջովին փոխվում են, արմատապես։ Այն ժամանակ, եթե սամբոն դառնար օլիմպիական մարզաձև, աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեր ոչ թե 26, այլ 86 երկիր։ Գոնե այդքան։ Դուք էլ բավական լուրջ պաշտոն եք վարում սամբոյի միջազգային ֆեդերացիայում։ Վասիլի Շեստակովի կողմից վայելում եք վստահություն եւ զարգացման դեպարտամենտն եք ղեկավարում։ Ինչ աշխատանք է տարվում միջազգային օլիմպիական կոմիտեի հետ, ինչ աշխատանք է տարվում ազգային օլիմպիական կոմիտեների հետ յուրաքանչյուր երկրում, ընդհանրապես ինչպես եք փորձում բացառել միջազգային օլիմպիական կոմիտեի մերժողական դրսևորումը։ Սամբոն ընդունվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից որպես ընտանիքի անդամ եւ մի քայլ ունենք անելու օլիմպիական խաղերի ծրագրի մեջ ընդգրկվելը, բայց ամենադժվար քայլն է դա։ 28 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում մենք ընդգրկված չենք, բայց օլիմպիական խաղերի ծրագրում իբրև ցուցադրական մարզաձև ընդգրկված ենք։ Դա մեծ աշխատանք ենք արել Լոս Անջելեսում, Լոս Անջելեսի քաղաքապետի հետ, բոլոր սպորտային ղեկավար կառույցների հետ, Միացյալ Նահանգների օլիմպիական կոմիտեի հետ, Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ եւ սամբոն ներկայացված է լինելու որպես ցուցադրական մարզաձև։ Հույս ունենք, որ 32 թվականին սամբոն ընդգրկված կլինի արդեն ծրագրի մեջ։ Ես կուզենամ ասեմ, որ սամբոն օլիմպիական մարզաձև է։ Ես կուզենամ ասեմ, որ մեր պետությունը սամբո մարզաձևը ընդունել է որպես օլիմպիական մարզաձև։ Մեր սպորտսմենները մեր ղեկավարի ստորագրությամբ ստանում են օլիմպիական կրթաթոշակներ։ Այն որ Հայաստանը վերաբերմունք ունի սամբոյին առանձնահատուկ, դա 2000-ականներից է գալիս եւ ավելի վաղ։ Սամբոն ընդհանրապես Հայաստանում շատ ընդունված մարզաձև է, հասկացանք, բայց Հայաստանը չի կարող ընդունել մարզաձևը օլիմպիական կամ չէօլիմպիական։ Միջազգային օլիմպիական կոմիտեն է տալիս այս հարցի պատասխանը։ Հիմա ես ձեզ ուղիղ հարց եմ տալիս։ 2027 թվականին հայտարարվելու է Բրիզբենում կայանալիք 2032 թվականի օլիմպիական խաղերի մարզաձևերի ցանկը։
Ցուցադրական մարզաձևերը կարող են բազմաթիվ լինել։ Սա հանենք։ Ինչ կոնկրետ աշխատանք եք տանում, ում հետ եք կոնկրետ աշխատում, որ ընդգրկվի օլիմպիական խաղերի ցուցակում։ Առաջին հերթին կուզենամ նշել, որ Հայաստանում ազգային օլիմպիական կոմիտեի նախագահան 3-րդ տարին անընդմեջ անց է կացնում օլիմպիական մակարդակի մրցաշար։ Ցույց տալով ամբողջ աշխարհին, որ առաջի օլիմպիական կոմիտեի նախագահն է, որը որ սամբոյին այսպիսի ուշադրություն է ցույց տալիս վերաբերմունք։ Եվ այդ մրցումները նաև ուղղորդվում են բավականին մեծ մրցանակային ֆոնդերով, բերելով ուշադրություն մեր երկրի վրա։ Շատ երկրների օլիմպիական կոմիտեների նախագահներ այս փորձը արդեն իսկ վերցնում են եւ իրենց երկրներում կիրառում են։ Այսինքն կարելի ասել օլիմպիական մեկնարկը սամբոյի նաև սկսեց Հայաստանից։ Եվ սա ցույց է տալիս մեր պետական սպորտային ռազմավարության այդ ընթացքը, որ այո, Հայաստանից դա ամեն ինչը զարգանալով գնում է եւ շատ պետություններում դա արդեն իսկ աշխատանքները սկսվում են։ Ես կուզենամ վստահ ասել, որ 32 թվականի ծրագրի մեջ մենք լինելու ենք, որովհետեւ երազանքը դառնում է իրականություն, երբ որ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ եւ բոլոր այն մարտահրավերները, ինչ որ այսօր կան, այսօրվա ոչ մի բան բաց թողված չի։ Բոլոր աշխատանքներն անում են։ Ընդունակ ես որպես միջազգային սամբոյի ֆեդերացիայի կազմկոմիտեի անդամ շրջում եմ երկրներով, փորձում եմ հասկանալ խնդիրները, այդ խնդիրներին ճիշտ արձագանք տալ ամբողջ թմի հետ, որ մենք կարողանանք համապատասխանենք այդ ժամանակվա որոշմանը, որ այո, պետք է ընդունել սամբոն։ Սամբոն ռուսական մարզաձև չէ։ Սամբոն սովետական միության ժամանակ է ծնվել, ես կարող եմ ասել սամբոն ավելի շատ հայկական է, քանի որ սամբոյի տեխնիկայի մեջ կա հայկական կողը, որը զբաղեցնում է 20% չափը եւ այլ մարզաձևերի, օլիմպիական մարզաձևերի հիմնականում, հա, այդ փիլիսոփայությունը եւ ճիշտ հնարքային տեխնիկան միքս է եղված սամբոյի մեջ եւ սամբոն ցույց է տալիս բարձրակարգ սպորտ, հա, ասենց ասեմ, արվեստ, փիլիսոփայություն, լուրջ աշխատանք, ոչ ագրեսիվ մարզաձև ու նաև ուժեղների մարզաձև։ Եվ սա ընդունված է միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, միջազգային սպորտային հանրության կողմից եւ յուրաքանչյուր միջոցառում, որը անցնում է միջազգային սամբոյի ուշադրության ներքո, դա օլիմպիական մակարդակի անցկացման կարգով եւ ընթացքով է անցնում։ Ոչ միտեղ ոչ մի բան չենք թողում, որ բաց մնա, եւ դրանով վստահ եմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին, մենք կարողանալու ենք բերենք Հայաստան օլիմպիական ոսկիներ եւ մեր սպորտսմենները լինելու են օլիմպիական չեմպիոններ։ Պարոն Հայրապետյան, նորից հարցս ավելի կոնկրետ ձևակերպեմ։ 2032 թվականին օլիմպիական խաղերը կայանալու են Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում։ Երբ 2023 թվականին հայտարարվեց Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի մարզաձևերի ցանկը, նոր մարզաձևերի մեջ նշվեցին ամերիկացիներին բնորոշ եւ իրենց հոկեբանությանը մոտ մարզաձևեր՝ ֆլեգ ֆուտբոլ, լակրոս, սկվոշ, կրիկետ։ Մարզաձևեր, որոնց մասին Հայաստանի 80%-ը գաղափար չունի եւ ոչ միայն Հայաստանի։ Շատ երկրներում, օրինակ լակրոս կամ ֆլեգ ֆուտբոլ մարդիկ երբեք կյանքում չեն էլ լսել, բայց որովհետեւ ընդունող երկիրը լոբինգ արեց, աշխատեց այդ ուղղությամբ, նախապատվությունը տվին այդ մարզաձևերին։ Հիմա դուք ունեք կոնկրետ ծրագիր Ավստրալիայի օլիմպիական կոմիտեի հետ աշխատելու, որովհետեւ ճիշտ աշխատանքի դեպքում, եթե Ավստրալիայի օլիմպիական կոմիտեն միանա ձեզ, ի նկատի ունեմ սամբոյի միջազգային ֆեդերացիային, ես հիմա ձեզ հետ խոսում եմ որպես միջազգային ֆեդերացիայի պաշտոնյա, ոչ թե որպես Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, եւ ուզում եմ այդ տեսանկյունից հասկանալ, արդյոք արվում է աշխատանք, որպեսզի ընդունող երկիրը նույնպես միանա եւ փորձի մարզաձևը բերել օլիմպիական խաղերի ծրագիր։ Եթե վերցնենք վերջի 5 տարիների զարգացումը միջազգային սպորտի մեջ, մենք կտեսնենք օրինակ ամենատեսարժան սպորտային արենան UFC։ UFC-ի մեջ մենք ունեցել ենք եւ ունենք մեր սամբիստները։ Ֆյոդոր Եմելյանենկոն, որը հանդիսանում է UFC եւ MMA-ի աստղ, որը սկիզբը արմատը իրեն սպորտային զարգացման սամբո մարզաձևն է, մարտական սամբո մարզաձևն է։
Այսօր իրենից հետո ասպարեզ եկավ Խաբիբը, իրենից հետո ասպարեզ եկավ Մախաչևը, եկավ Ծառուկյան Արմանը, եկան այլ տղաներ, ովքեր որ արմատը սամբոն է։ Եվ սամբոյի զարգացման միտումը, չէ, այսինքն ինչու այդ սպորտսմենները այսօր աշխարհահռչակ սպորտսմեններ են, բավականին հզոր ուժով, հա, եւ այս ամեն ինչը գալիս է սպորտային սամբոյից, գալիս է անցնում է մարտական սամբոյի եւ ամբողջ աշխարհը սամբոյի մասին խոսում է։ Իհարկե կվիճեմ, որ իրենց սկիզբը սամբոն է, որովհետև հմբիշներն էլ ասում են հմշամարտն է, ջիուջիցուն ասում է ջիուջիցուն է, բայց ինձ համար հասկանում եք, պարոն Հայրապետյան, որպես հայ մարդու, որպես հայկական սպորտի երկրպագուի, շատ ցանկալի է, որ սամբոն դառնա օլիմպիական մարզաձև, որովհետև մենք անմիջապես լուրջ հնարավորություն կունենանք օլիմպիական մեդալներ նվաճել, որովհետև այնպես ինչպես Հայաստանում շատ քիչ երկրներում է սամբոն զարգացած։ Դրա համար ինձ պետք է պատասխան, արդյոք կոնկրետ աշխատում եք օլիմպիական խաղերի ծրագիր մտնելու համար եւ ինչ աշխատանք է տարվում։ Աշխատում ենք, աշխատանքները իրենք սպորտային տեսանկյունից, հանրահայտ սպորտսմենների տեսանկյունից, այսինքն կարծիքներ, հա, սպորտի մասին, մեր մարզաձևի մասին, ոչ միայն մենք ենք խոսում, այլ մեր մասին են խոսում։ Շատ կարևոր է։ Ու մեր մասին են խոսում արդեն ոչ թե այն հիմնական պետություններում, որտեղ որ սամբոն զարգանում է, այլ 151 պետությունում, որտեղ որ սամբոն այսօր կա։ Ու սամբոյի զարգացումը բավականին լուրջ է գնում, փորձն են վերցնում, հասարակ մի հատ բան ասեմ, փորձն են վերցնում, որ սամբոն Ռուսաստանի Դաշնությունում, Բելարուսում, Ուկրաինայում սամբոն դպրոցային ծրագրի մի մաս է։ Ինչի՞։ Այսինքն առողջ սերունդ դաստիարակելու, պատրաստելու զինվորական մակարդակին, արդեն, հա, զինվորական ծառայության այդ մակարդակին եւ առհասարակ հզոր մարդ լինելու, ուժեղ մարդ լինելու մակարդակին այս տիպի մարզաձև է։ Բոլորը զգում են փիլիսոփայությունը մարզաձևի, որ սա ոչ ագրեսիվ մարզաձև է եւ օլիմպիական մարզաձևերի սինտեզն է, որը որ իրականում ցույց է տվել ժամանակի առումով, որ օլիմպիական կարող է լինել։ Պարոն Հայրապետյան, շատ մարզաձևեր են փորձում լինել օլիմպիական խաղերի ծրագրում։ Ես հիշում եմ, ինչքան գումար ծախսվեց Կուրաշ մարզաձևը մասսայականացնելու համար ամբողջ աշխարհում, միլիոնավոր դոլարներ էին ծախսում մեր գործընկերները, ում ազգային մարզաձևն է Կուրաշը, բայց ոչինչի չասան, ամենայն դեպս իրենց ներքին առաջնությունները կան, որոշ լոկալ խաղերում, տարածաշրջանային խաղերում ընդգրկված է, բայց այդպես էլ չի մոտենում օլիմպիական խաղերի ծրագրին։ Ասելս այն է, որ պետք է ուսումնասիրել այն մարզաձևերի փորձը, որոնք չկային ու հանկարծ դարձան օլիմպիական, որպեսզի ճանապարհը կարճ լինի եւ մենք Բրիզբենում ներկայացված լինենք։ Այս հատվածում այսքանը, բայց մենք դեռ ունենք նաեւ հեռուստադիտողի հարցեր ուղղված ձեզ, ինչի համար պիտի Մարիամին հրավիրեմ տաղավար ու տեսնենք, թե ինչ հարցեր են ձեզ ուղղել հեռուստադիտողները։ Պատրաստ Խնդրեմ։ Պարոն Հայրապետյան, Մարիամը տաղավարում է եւ հեռուստադիտողների հարցերը բերել է ձեզ տալու։ Խնդրեմ, Մարիամ։ Բարև ձեզ, պարոն Հայրապետյան։ Որոնք են հիմնական խնդիրները, որոնց բախվում է հայկական սամբոն այսօր։ Ես կուզենամ մի փաստ ասել, այս մեծ միջոցառումներից հետո, աշխարհի առաջնություններից հետո, երբ որ մենք մարքեթինգային ծրագրերով այցելեցինք մարզկենտրոններ, գյուղեր, ցույց տվեցինք սամբոյի մասին խոսեցինք, առանձնահատկությունների, բավականին շատ ցանկացողներ կան, ովքեր որ ուզում են սամբոյով զբաղվեն, եւ այսօր այդ մարզաբազաների պակասը դա խնդիրներից մեկն է։ Ես հույս ունեմ, որ այս բուրըն դպրոցաշինական գործընթացի մեջ, որ մարզական օջախներ են նոր ստեղծվում տարբեր մարզկենտրոններում, գյուղերում, սամբոն կունենա իրեն հատկացված նաև անկյունը, որ մենք կարողանանք այդ խնդիրը լուծել։ Այո, մենք երազում ենք ունենալ մեծ մարզաբազա սամբոյի, քանի որ յուրաքանչյուր պետությունում, որտեղ որ սամբոն այս հիմքերով ակտիվ զարգանում է, մեծ մարզաբազայի անհրաժեշտություն կա, որ մենք կարողանանք մեր կենտրոնում անցկացնել մեծ միջոցառումներ, մրցումներ, ուշադրություն բերենք դեպի Հայաստան, ուսումնամարզական հավաքներ, տարբեր տեսակի լոկալ միջազգային մրցումներ բացի մեծ միջոցառումներից, որ իր հերթին կբերի որակական մեծ փոփոխության մեր մարզաձևի մեջ եւ նաեւ կբերի բավականին լուրջ եկամուտ մեր պետությանը։ Խնդիրները նմանատիպ խնդիրներ են։ Մենք ունենք օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց,
Երևանում դա միակ դարբնոցն է սամբոյի եւ ձյուդոյի Լևոն Հայրապետյանի անվան մարզադպրոցն է, որը գտնվում է Նարդոս 53 հասցեում։ Նախարարի այցելությունից հետո Տիկին Անդրեսյանը այցելեց մեզ մոտ։ Ես վստահ եմ, որ նաև տեսավ ինչ պայմաններում ենք մենք կարողանում դաստիարակել այդ չեմպիոններին, այդ առողջ ոգով երեխաներին եւ հույս ունեմ, որ այդ ուշադրությունն էլ կարժանացնի նրան, որ մեր մարզկենտրոնն էլ արդեն կնորոգվի, կդառնա ավելի համապատասխան, արդիական եւ մենք ավելի շատ սպորտսմեններ, չեմպիոններ կարողանանք դաստիարակենք։ Խնդիրները նմանատիպ են, բայց լուծման ճանապարհը երևում է եւ հույս ունեմ մոտ ապագայում մենք այդ հարցերը ընդհանուր իրար հետ բոլորս կլուծենք եւ դա էլ խնդիր չի լինի։ Պարոն Հայրապետյան, դուք հանդիսանում եք նաև Սամբոյի միջազգային ֆեդերացիայի բիզնես դեպարտամենտի ղեկավարը, ինչ որ ծրագրեր ունեք ֆինանսավորում եք ավանդական ֆեդերացիաներին։ Շատ հետաքրքիր հարց է, շնորհակալություն։ Այո, միջազգային Սամբոյի ֆեդերացիայի բիզնես դեպարտամենտը հետաքրքիր ռազմավարություն ունի։ Օրինակ, աշխարհի առաջնության ժամանակ 23 թվականին մենք բիզնես ֆորում արեցինք, որտեղ հրավիրեցինք տարբեր երկրներից բիզնես դելեգատներ, ցույց տվեցինք մեր երկրի ներդրումային դաշտը եւ ցույց տվեցինք մեր երկրում արդիական բիզնեսները, որոնք կարող են ինտեգրացիա լինել։ Այդ հանդիպման ժամանակ եղան բիզնես խաչմերուկներ, բիզնես սիներգիաներ եղան եւ այս բիզնես խաչմերուկներից գոյացած եկամուտի, տարեկան եկամուտի 10%-ը գալիս է սպորտին։ Օրինակ Հայաստանը եւ Կորեան բիզնես գործընթացի մեջ են։ Այդ բիզնեսի 10%-ից 1/3-ը գալիս է հայկական սամբոյի զարգացմանը, 1/3-ը կորեական սամբոյի, մնացածը գնում է միջազգային սամբոյի ֆեդերացիա սամբոյի զարգացման համար։ Եվ նման խաչմերուկներ մենք արդեն իսկ արձանագրել ենք։ Ներդրումներ դեպի Հայաստան եկան եւ հայկական մեր ընկերությունները ժամացույց արտադրող, սպորտային համազգեստ, սպորտային կոշիկներ, նվերներ, մեդալներ արտադրող ընկերությունները գտան իրենց գործընկերներին այլ այդ 151 պետությունների մեջ։ Այսինքն եղավ բիզնես հետաքրքիր մթնոլորտ, որտեղից այո ազգային ֆեդերացիաները այդ բենեֆիտը ունեն, հենց բիզնես դեպարտամենտն էլ ստեղծված է դրա համար, քանի որ վստահության կամուրջները արդեն իսկ ձևավորված են միջազգային սամբոյի ֆեդերացիայի ընտանիքի մեջ, չէ՞։ Եվ դա թույլ են տալիս մենք կարողանանք դրա միջոցով օգնենք մեր ազգային ֆեդերացիաներին բարձրանան եւ կախված չլինեն միայն պետական ֆինանսավորումից։ Ինչ հիմնական նպատակներ եք դրել առաջիկա տարիների համար։ Արդեն մեր ֆեդերացիայի։ Մեր երազանքներից մեկը նաեւ հասնել այն մտքին, որ մեր մոտ էլ սամբոն մտնի դեպի դպրոցներ, սամբոն դառնա դպրոցների սպորտային առարկաներից մեկը, քանի որ մտածում ենք այո որ կարելի է այդ ոգին, այդ սպորտային պատրաստվածությունը, այդ փիլիսոփայությունը երեխաների դաստիարակության մեջ օգտագործել, որը փորձը ցույց է տվել, որ այդ մոդելը աշխատում է։ Մի օրինակ Սամբո 70 դպրոցը Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնությունում, որը տվել է աշխարհի Եվրոպայի չեմպիոններ եւ դուրս են եկել այդտեղից առողջ մտքով, առողջ ոգով երեխաներ, որոնք որ իրականում պետությանը պետք են եղել։ Մեր երազանքներից մեկը դա է եւ երազանքներից մեկը շարունակել պահել այն ընթացքը, որ այսօր աշխարհը ընդունում է Հայաստանը, որ իբրև սամբոյի երկիր, իսկ Երևանը սամբոյի մայրաքաղաք։ 151 երկրի մեջ Հայաստանը լույսի պես վարվում է, որպես առաջի քրիստոնյա երկիր, այն երկիրը, որտեղ որ արում եւ արարում են եւ մարդիկ մտածում են եւ բոլորը թևութիկունք են իրար, ազգայինը զարգացնելու, ազգայինը պահելու եւ մեր սամբոն նաեւ մեր ազգայինն է, որտեղ արմատը հայկական կողմն է։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ովքեր ցանկանում են զբաղվել սամբոյով։ Զբաղվել մեր մարզաձևով, մեր մարզադպրոցները անվճար են։ Սամբոյի ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը Լևոն Հայրապետյանի անվան անվճար է։ Մենք ունենք մարզկենտրոններում մեր մասնաճյուղերը, որտեղ կարող են երեխաները գան պարապել։ Մենք ունենք սպորտային սամբո եւ մենք ունենք սիրողական սամբո։ Նաեւ ունենք սիրողական սամբոյի կանանց համար ակումբներ, որտեղ որ կանայք իրենց ինքնավստահությունը պահելու համար կարող են գալ սիրողական սամբոյով զբաղվել, այդ հմտությունները ձեռք բերել եւ լինել ուժեղ, առողջ եւ վստահ։ Եվ վերջին հարցը, ո՞րն է եղել ձեր կյանքի ամենահիշվող հաղթանակը։ Եթե խոսենք հաղթանակների մասին, 22 թվականի աշխարհի առաջնությունը, որը որ պետք է լիներ ուրիշ երկրում, կյանքի բերումով այնպես պատտվեց, ասում է, աստղերը այնպես դասավորվեցին, որ հնարավորությունը եկավ Հայաստանին։ Եվ ես
շնորհակալ եմ իմ ղեկավարությանը։ Ես պարոն Գիլոյանից շատ շնորհակալ եմ։ Այդ ժամանակ ինքն էր ղեկավարում սպորտը եւ մենք կարողացանք այդ ուշադրությունը բերել Հայաստան։ Դա եղավ գիտեք այն անկյունային ու հզոր մի բան, որ մենք ազգովի կանգնեցինք եւ դա արեցինք։ Այս մրցումը պետք է գնար, եթե մենք չկարողանայինք անել, գնալու էր կողքի պետություն, որովհետեւ հայտ ընդեղից ավելի շատ sense բանով որ տվեք մեզ, բայց բոլոր գործընկերները ովքեր որ ինչ որ մի գործընթացով միացած էին աշխարհի առաջնությանը, սպորտսմենները, պետությունը մի մարդու նման կանգնեցին, այնպես միջոցառում արեցինք, ամբողջ աշխարհը ցնցվեց։ Նման բան ոչ մեկ չէր տեսել։ Դա եղավ ինձ համար բավականին լուրջ հաղթանակ, որ ես իմ ազգովի, իմ ընտանիքով, ասենց ասեմ, ազգընտանիք գաղափարով կարողացանք այս ամեն ինչն անենք, ու այսօր վայելում ենք այդ բերկրանքը։ Բոլորը սիրում են Հայաստանը, Հայաստանի անունը լսելով ուզում են գան ստեղ, եթե ինչ որ միջոցառում, ապա Արմենիա, առաջին ասում են գնանք Հայաստան, եւ սա հաղթանակ է, իրականում ազգային հաղթանակ է մեզ համար։ Հորս երազանքն է եղել, հայրս երկար տարիներ Սամբոյի ֆեդերացիայի նախագահն է եղել եւ երազանք է ունեցել, որ այս մարզաձև այս երկրում ճիշտ զարգանա։ Դա ազգային երազանք է եղել, այդ ազգային երազանքին միացել են բոլորը եւ մենք ունենք այս վայելքը։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս վայելենք։ Ես ուզում եմ, որ բոլորը գան մեր աշխարհի գավաթի մրցումներին եւ տեսնեն այդ վայելքը, այդ ուշադրությունը, այդ սերը, սա հաղթանակ է իրականում։ Շնորհակալ եմ շատ անկեղծ պատասխանների համար։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան։ Մաղթանք է, որ խանդավառությունը չպակասի ու սամբո մի օր հայտնվի օլիմպիական խաղերի ծրագրում։ Սիրելի բարեկամներ, Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն էր հյուրս, ցտեսություն եւ նոր հաղթանակներ ձեզ։